Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս խնդիրների շուրջ մեր տաղավար ենք հրավիրել զրուցելու իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Աննա Մարալյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առողջապահական իրավունքի մասնագետ, փորձագետ Իզաբել Աբգարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր կխոսենք հարգելի հյուրեր մի թեմայի մասին, որտեղ կարելի ասել օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենում, օրենսդրությունը վերանայվում է, միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիր է այսպես դրվում եւ դրան համարժեք փոփոխվում է օրենսդրությունը եւ պետք է հիշատակել, որ այս կոնտեքստում շատ կարեւոր է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության հիշատակումը, որտեղ ուղղակիորեն որից բխում է գործողությունների ծրագրից հոգեբուժական հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով վատ վերաբերմունքից եւ այլն անանուն հաղորդումներ ներկայացնելու համակարգի ներդրումը։ Խնդրում եմ նշեք ինչու է ձեր կազմակերպության կողմից ուշադրության արժանացել այս խնդիրը եւ ինչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ։ Շնորհակալություն հարցի համար, ինչպես դուք նշեցիք, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով պետությունը հանձն է առել իրականացնել, ներդնել ավելի ճիշտ անանուն հաղորդումների ներկայացման իրավական հիմքեր եւ ընթացակարգեր։ Եվ մեր կազմակերպությունը իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպությունը հաշվի առնելով տվյալ գործողության հույժ կարևորությունը SIDA-ի եւ Եվրասիական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ հանձն առավ իրականացնել մի ծրագիր, որի նպատակն է ներկայացնել մի օրենսդրական փաթեթ եւ ինչպես նաեւ մշակել ընթացակարգեր, որոնք որ կօգնեն արդյունավետ ներդնել անանուն հաղորդումներ ներկայացնելու համակարգը հոգեբուժական հաստատություններում։ Տվյալ խնդիրը միգուցե առաջի հայացքից թվա միգուցե ոչ այդքան արդիական եւ ոչ այդքան կարեւոր, սակայն դա միայն առաջին հայացքից է։ Եթե մենք անգամ հաշվի առնենք վիճակագրությունը, պաշտոնական վիճակագրությունը, ապա տվյալները մեզ կհուշեն, որ պատկերը այլ է։ 2023 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 60,000-ից ավել անձ հաշվառված է որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդ։ Դա չի ներառում թմրամոլության եւ ալկոհոլիզմի հետ խնդիրներ ունեցող անձանց։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ տվյալ խումբը 60,000-ից ավել մարդ գտնվում է մի հռիսկային խումբում, որ այս կամ այն հանգամանքից ելնելով կարող է մի օր նաեւ հայտնվել հոգեբուժական հաստատությունում։ Բայց սա խնդրի ընդամենը մի փոքրիկ մասն է։ Խնդրի մեկ այլ մասը այն է, որ մենք ունենք մեծ օրենսդրական բացեր եւ նաեւ պրակտիկայում նույնպես բավականին հաճախ հանդիպող խախտումներ, որոնք որ արձանագրում են ինչպես ներպետական, անկախ մարդու իրավունքների ինստիտուտներով, այնպես էլ միջազգային։ Այստեղ կարող ենք մատնանշել MIP զեկույցները, տարեկան եւ հատուկ զեկույցները, որտեղ նրանք միշտ բարձրաձայնում են բռնությունների մասին եւ նաեւ օրենսդրական բացերի մասին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զեկույցները, որոնք որ կազմվել են Հայաստանում այցերից հետո, որոնք որ նույնպես արձանագրում են համակարգային խնդիրները, օրենսդրական բացերը, ինչպես նաեւ բավականին լուրջ բռնությունները, որոնք որ նրանք արձանագրել են հոգեբուժական հաստատություններում։ Մեկ այլ խնդիր է նաև խոցելիությունը, անց որ հայտնվում է հոգեբուժական հաստատություններում, այս կամ այն պատճառով նա արդեն զգում է աջակցություն աշխատակցի իր իրավունքների իրականացման եւ պաշտպանության հարցում։ Տվյալ հարցը շատ սուղ է այն մարդկանց համար, ովքեր որ հայտնվել են հոգեբուժական հաստատություններում իրենց կամքից հակառակ կամ այն պացիենտներին, ովքեր որ իրենց հոգեկան առողջության խնդիրների պատճառով չեն կարող բարձրաձայնել իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ կամ անգամ ես կասեի իրավունքների անտեսման վերաբերյալ չեն կարող բարձրաձայնել։
Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները, մեր կազմակերպությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ինչպես նաև կարգեր, որոնք որ կօգնեն արդյունավետ ներդնել անանուն հաղորդումներ ներկայացնելու համակարգը հոգեբուժական հաստատություններում։ Հասկանալի է։ Կարող ենք ասել, որ ներպետական օրենսդրությամբ ոլորտային օրենքով կարգավորում է ըստ էության հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բողոքներ ներկայացնելու այսպես համակարգը ներդրված է գործում։ Որքանով է հստակեցված, որքանով է գործում, ինչպիսի պրակտիկ խնդիրներ կան այս առնչությամբ, այո, դուք մատնանշեցիք միջազգային կազմակերպությունների կողմից, ՄԻՊ-ի կողմից, այսինքն կան խնդիրներ, որոնք որ բարձրաձայնվում են, բայց սրանց միտված նորմատիվ իրավական բազան նախ հասկանանք ինչպիսին է, որոնք են խնդիրները եւ որ իրավունքների եւ ինչ առաջարկություն կա, ավելի մանրամասն անդրադառնանք, հա, որոնք պետք է լինեն ըստ այն օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի շտկեն իրավիճակը եւ որ իրավունքների խախտման, եթե զուտ գործող օրենսդրություն ունենք, խախտման դեպքում կարող են դիմել այդ անձիկ համապատասխան մարմիններին։ Հոգեկան առողջության ոլորտի հարաբերությունները կարգավորվում են շրջանակային իրավական փաստաթղթով, հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին օրենքով։ Օրենքը հիմնականում կարգավորումներ տալիս է ամենաառանցքային հարցերի շուրջ եւ անշուշտ ամրագրում է հոգեկան առողջություն ունեցող անձանց եւ հատկապես հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց յուրահատուկ իրավունքները, անշուշտ նրանք օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներից, բայց գտնվելով հոգեբուժական հաստատություններում բնականաբար նաև ստանում են այլ իրավունքների շրջանակ, քանի որ այդտեղ գտնվելը համարվում է ազատությունից զրկում բոլոր միջազգային փաստաթղթերի համաձայն, եւ այնտեղ պետք է երաշխավորվեն անձանց որոշակի իրավունքներ, որոնք հավաստում են մեր երկրի ժողովրդավարական իրավական բնույթը։ Այսպես մենք կարող ենք արձանագրել, որ բազմաթիվ յուրահատուկ իրավունքներ կան, որոնք սահմանում են անձի օրինակ քնելու իրավունքը, սեփական ազգանունով կոչվելու իրավունքը, բացօթյա զբոսանքի իրավունքը, որոշակի չափորոշիչներին համաձայն սննդի իրավունքը, կենցաղային պարագաներ ունենալու, այցելուներ ունենալու, հաղորդակցության կապի տարբեր միջոցներից օգտվելու եւ տարատեսակ իրավունքներ, որոնք հատուկ են միայն հոգեբուժական հաստատություններում գտնվող պացիենտների համար։ Օրենսդրությունը եւ իմասնավորի հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին օրենքը ամրագրում է նաև այս իրավունքների մասով բողոքներ ներկայացնելու իրավունքը անձի կամ նրա ներկայացուցիչի կողմից տարբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային տարաբնույթ կազմակերպությունների եւ այլն։ Այս իրավունքը ամրագրված է, սակայն օրենսդրությունը չի սահմանել հստակ ընթացակարգեր այդ իրավունքի իրացման համար։ Ահա այստեղ է օրենսդրական բացը, որը իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնվել է կարգավորում ներկայացնել եւ փորձել է բաց լրացնել ոչ միայն բողոքների ներկայացման ընթացակարգի նախագիծ սահմանելով, այլ նաև գնալով առաջ, արդեն ինչպես ասացինք, մեր մարդու իրավունքների ռազմավարությամբ նախատեսված է նաև անանուն հաղորդումների ընթացակարգ, պետք է նշել դրանք որոշակիորեն տարբեր գործընթացներ են եւ սուբյեկտների ներգրավվածությունը այստեղ որոշակիորեն տարբեր է եւ տարբեր խնդիրներ են լուծում, եթե մի դեպքում բողոքների ներկայացման ընթացակարգը խնդիր ունի լուծելու ուղղակի բողոքի հայտնի անձի կամ նրա ներկայացուցիչի կողմից ներկայացված բողոքը դիմումը եւ ապահովելու համապատասխան երաշխիքներ, որ դրանք կարող են մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ կարգով ներկայացվել եւ ընթացք տալ, ապա անանուն հաղորդումները կարելի է արձանագրել, որ չնայած որ մենք ունենք այլ համակարգերում ազդարարման, այսպես համակարգ, որը այլ ոլորտներում, բայց առողջապահության համակարգում անանուն հաղորդման ընթացակարգեր չունենք եւ այստեղ այս համակարգը հիմնականում միտված է այն անձանց իրավունքների պաշտպանությանը, ովքեր կասկածներ, վախեր եւ այլ կաշկանդումներ ունեն իրենց անունից հանդես գալու եւ իրավունքների խախտման մասին բարձրաձայնելու վերաբերյալ։
Ինչ է կոնկրետ կարգավորում այդ օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որովհետև հետաքրքիր է ամեն դեպքում ընդլայնում է նրանց իրավունքների շրջանակը, ընթացակարգն է հստակեցնում, այդ բողոք ներկայացնելու սուբյեկտների շրջանակը արդյոք ընդլայնվում է թե ոչ։ Բողոքների ինչպես արդեն ասացի, բողոքների ներկայացման ընթացակարգը մեկն է, իսկ հաջորդը ազդարարման համակարգն է, որ կազմակերպության կողմից ներկայացվել է։ Բողոքների ընթացակարգը սահմանում է, թե ինչպես, ով, ինչ պայմաններում, դրանք շատ կարևոր հարցեր են, չնայած հնարավոր է որոշակի առումով տեխնիկական բնույթի կարգավորումներ տեսնենք, երբ պահանջվում է օրինակ առանձին սենյակի տեխնիկական անհրաժեշտ միջոցների կապ, թուղթ գրիչ եւ այլն, բայց դրանք առաջին հայացքից իհարկե կարող են պարզ պահանջների սահման թվալ, քանի որ իրականում դրանց սահմանումը հստակ պարտավորեցնում է բուժհաստատություններին ապահովել այդ պարագաները, այդ լոգիստիկ միջավայրը, որ լոգիստիկայով ապահովել, որպեսզի անձը, երբ որ արդեն ցանկություն ունի որոշակի դիմումով կամ բողոքով հանդես գալու, կարողանա այդ իրավունքը հստակ իրականացնել եւ չփնտրել այլ միջոցներ բողոքները պատշաճ կարգով ներկայացնելու։ Այսինքն բողոքների ներկայացման ընթացակարգը ուղղված է պայմանների, պահանջների սահմանմանը, որոնք պետք է երաշխավորեն, որ անձը առանց որևէ խոչընդոտների ոչ միայն կարող է բողոքները ներկայացնել, փոստային առաքումներ անել կամ որևէ այլ ձևով, այլ եղանակով դրանք ներկայացնել, այլ նաև իր ներկայացուցիչների կամ փաստաբանի հետ հանդիպել մեկուսացված տեսանելիությունից, լսելիության պայմաններից հոգեբուժական հաստատության դուրս մի միջավայրում վստահ լինելով, որ ինքը կարող է ազատ անկաշկանդ արտահայտել իր մտահոգությունների, իր իրավունքների հետ կապված։ Բողոքների ներկայացման ընթացակարգը հիմնականում ընթացակարգային, տեխնիկական, նյութական պահանջների ամբողջությունն է սահմանում, որով պետք է անձը հոգեկան առողջություն անխախտում ունեցող անձը կարողանա իր խնդիրները ներկայացնել։ Սա շատ առանցքային է, որովհետև մենք այս պահի դրությամբ ունենք միայն թույլ տվեք ասել հռչակագրային դրույթ բողոք ներկայացնելու իրավունքի մասին, բայց դա ինչպես, ինչ պայմաններում, որ մարմիններին բուժհաստատության պարտականությունների որ շրջանակում պետք է իրականացվի ամրագրված չէ։ Հաջորդ հարցը դա արդեն ազդարարման համակարգի մասին է, որը այլ մեխանիզմ է։ Մենք գիտենք եւ իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության առաջարկի տարբերակում որոշակի նոր կարգավորումներ անշուշտ պետք է լինեն, քանի որ ներկայումս գործող դիտորդների խմբի լիազորությունների շրջանակի ավելացում է առաջարկում, եթե մինչ օրս նրանք հոգեբուժական հաստատություններում բուժաշխատողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ ներկայացնում են մշտադիտարկումներ են իրականացնում եւ վերհանում խնդիրներ, ապա առաջարկվում է ներմուծել անանուն հաղորդումների քննման գործիքը եւ այդ լիազորությունը վերապահելով դիտորդների խմբին, բայց իհարկե նորից համապատասխան անհրաժեշտ մեխանիզմները սահմանել։ Ես հիշեցնեմ մեռածելուսողներին, որ ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք այսօր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, անդրադառնալով անանուն հաղորդումներ ներկայացնելու համակարգի ներդրման հնարավորություններին եւ այդ նպատակով մեր տաղավար ենք հրավիրել իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, փորձագետներին, մասնավորապես իրավունքների կենտրոն ՀԿ նախագահ Աննա Մարալյանին եւ առողջապահական իրավունքի մասնագետ Իզաբել Աբգարյանին։ Շարունակելով մեր զրույցը, հարգելի հյուրեր, այսպիսի մի հարց, ինչպես ձեր խոսքում նշվեց եւ հայտնի է, որ ըստ էության մի մասին սահմանադրական օրենքում ամրագրված է այդ հնարավորությունը, որ անձիկ կարող են բողոք ներկայացնել ՄԻՊ-ին, այդ թվում անանուն, այնուամենայնիվ դա հայեցողական բնույթ է կրում այն իմաստով, որ ՄԻՊ-ը կարող է քննել, բայց կարող է նաեւ չքննել, պարտավոր չէ այս կոնտեքստում։ Ինչ խոչընդոտ
միջոցներ են այս առումով արկա կամ ինչու պետք է սա խնդրահարույց լինի։ Ինչ իմաստով է հարցը առաջանում, քանի որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պարագայում դա կարող են երբեմն բողոքներ լինել, որոնք չունենան ապացույցներ, բողոքներ լինել, որոնց պարագայում բոլորիս դեպքում կարող է լինել, բայց այս պարագայում մի քիչ կարող է այդ հայեցողությունը նաև ինչով է պայմանավորված եւ արդյոք պետք է այս հայեցողությունը փոխվի եւ խոցելի խմբի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի այսպես ուժեղացվի եւ ոչ թե ինչպես ներկայիս կարգավորումներն են։ Այո, տվյալ այսօրվա մեր օրենսդրությունը թույլ է տալիս մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նաև քննել այն գործերը, որոնք որ անանուն են ներառյալ հոգեբուժական հաստատություններից։ Մեր հանդիպումների ժամանակ այդ հարցը մենք նույնպես բարձրացրել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ, որոնք որ հավաստացրել են, որ բոլոր բողոքները, որոնք որ իրենք ստանում են հոգեբուժական հաստատություններից, հաշվի առնելով նրանց խոցելիությունը, նրանք ուշադրություն են դարձնում բոլոր բողոքներին։ Սակայն կա անհրաժեշտություն օրենսդրորեն դա ամրագրելու, որովհետև կարող է այո դա խնդրահարույց լինել, որտեղ հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձը կարող է ոչ adekvat գնահատի նաև այն ինչ որ կատարվում է տվյալ պահին, սակայն դա չպետք է հիմք հանդեսանալ անտեսելու այն փաստը, որ տվյալ անձին գտնվում են խոցելի իրավիճակում, ավելին մենք պետք է նաև հստակ ասել, որ բոլոր պացիենտները, անգամ միգուցե նաև մեծամասնությունը սուր իրավիճակում չեն տեղափոխվում հոգեբուժական հաստատություններ եւ նրանք գիտակցում են այն ինչ որ կատարվում է։ Սակայն լինելով խոցելի, այո, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ունենալով այդ գործիքակազմը անհրաժեշտ ամրագրել դա որպես պարտադիր պայման եւ ոչ թե հայացողական։ Բարի, հարգելի Իզաբել, այսպիսի մի հարց, եթե խմբավորենք այն ինչ որ կատարվել է այս նախագծի շրջանակներում, օրենսդրական այդ փոփոխությունները հիմնականում միտված են բողոք ներկայացնելու կարգի հստակեցմանը, նախատեսմանը, ավելի շուտ եթե այդպես ձևակերպենք, անանուն հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմի ներդրմանը, նյութատեխնիկական բազան է բարելավել, հստակեցվել, առաջարկվել։ Եկեք մի պարզաբանում, արդյոք բոլոր իրավունքների խախտման պարագայում, թե այս փոփոխությունները միտված են բացառապես վատ վերաբերմունքի հետ կապված, դրսևորումներին եւ գաղտնիք չէ, որ հոգեբուժական հաստատությունում հաճախ այդ կազմակերպությունում կարող է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը դառնալ հենց աշխատակազմի բուժ աշխատողի կամ ընդհանուր այդ նույնիսկ այլ հոգեկան առողջության խնդիր ունեցող այլ պացիենտի կողմից վատ վերաբերմունքի զոհ։ Այստեղ խնդրում եմ այդ շրջանակը նշենք եւ փորձենք տեսնել արդյոք այդ իրավունքները, որոնք որ այսօր կարող են ոտնահարվել տարբեր սուբյեկտների կողմից, այս մեխանիզմի պարագայում կարող են այսպես պաշտպանության երաշխիք լինել։ Ինչպես արդեն նշեցի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձիկ, որոնք այս կամ այն պատճառով հայտնվում են հոգեբուժական հաստատություններում, օժտվում են լրացուցիչ իրավունքներով կապված իրենց կարգավիճակի հետ։ Եվ բնականաբար դրանք շատ առանցքային իրավունքներ են, մարդու իրավունքներ են եւ հատկապես հաշվի առնելով իրենց խոցելիությունը եւ այլն չի կարելի ստորադասել դրանք որևէ մեկը ավելի տալ մյուսին առավելություն եւ այլն իրավունքների ողջ բազան ապահովում է երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունը հոգեբուժական օգնության եւ սպասարկման հաստատություններում ուստի եւ բողոքների դիմումների ներկայացման ընթացակարգում պետք է այդ իրավունքների հետ կապված ցանկացած բողոք քննվի եւ անանուն ազդարարման համակարգում եւ տարանջատել հնարավոր էլ չէ որովհետեւ երբ որ օրինակ մենք խոսում ենք նույն կարող է թվալ թե անուն ազգանունով կոչվելու հարցը այգուցե շատ առանցքային չէ, բայց
դա անձին հարգալից վերաբերելու, նրա արժանապատվությունը հարգելու սահմանադրական կարևորագույն իրավունքի մի բաղադրիչն է, ուստի թվացial առաջին հայացքից մի անուն ազգանունով կոչվելու իրավունքը կարող է թվալ պայմանականորեն ոչ մի սարսափելի բան չկա, որ օրինակ դիմեն այլ եղանակով, թեկուզ հարգալից, բայց հավատացեք, հենց այստեղից է սկսվում ամեն ինչ, ուստի տարանջատման անհրաժեշտություն չկա, դրանք բոլոր ամրագրված իրավունքները առանցքային իրավունքներ են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար եւ դրանց յուրաքանչյուր ենթադրյալ խախտման հետ կապված բողոքարկման ընթացակարգերը, դրանց վերաբերյալ տեղեկացնելու իրավասու պատկան մարմիններին հարցերը պետք է հստակ ամրագրված լինեն եւ դրանք կարեւոր են եւ որևէ մեկը առավել կամ ստորադաս չէ։ Ավելացնել նաև այն, որ հաշվի առնելով հոգեբուժական հաստատությունների գտնվող պացիենտների խոսելիությունը, իրավունքի ընկալումը կարող է տարբեր լինել։ Եթե մի դեպքում ինչ որ իրավունք կարող է ոչ տվյալ հաստատություն գտնվող անձի համար համարվել, օրինակ անձնական կյանքի կամ անձի վերաբերող ինչ որ իրավունք, բայց հոգեբուժական հաստատություններում գտնվող անձի համար դա արդեն դառնա խնդրառույց եւ դառնա մարդկային վերաբերմունքի մի մաս։ Այսինքն հաշվի առնելով, որ բոլոր իրավունքները շատ փոխկապակցված են, նաեւ հնարավոր էլ չի, եթե անգամ պատկերացնեինք, որ մենք զուտ անմարդկային վերաբերմունքի կամ բռնությունների մասով փորձենք մշակել ինչ որ կարգ, դա հնարավոր չի, քանի որ իրավունքները այն աստիճանի սերտ կապակցված են, որ դա նաև պրակտիկորեն էլ անհնար կլիներ հաշվի առնելով նաև նրանց խոցելիությունը։ Կարող ենք ասել, որ եթե այս օրենսդրական փոփոխությունները իրենց այսպես բնականon փուլերը անցնելուց հետո լիազոր մարմնի հետ իդեպ նաև խնդրում եմ անդրադառնական այն հարցին, որքանով է լիազոր մարմնի կամ այլ կազմակերպությունների կազմակերպությունների հետ համագործակցություն եղել, բայց մինչև այդ կարող ենք ասել, որ ռազմավարական այս միջոցառումը կնպաստի վերոհիշյալ խմբի իրավունքների պաշտպանությանը, թե միայն բնականաբար օրենքի ընդունմամբ չէ, դրանից հետո անհրաժեշտ են մշտադիտարկումների կրկին աշխատանքներ, միգուցե ավելի խորացված այս մասով, որքանով են այս մեխանիզմները աշխատում այս փոփոխություններից հետո, որքանով են իսկապես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձիկ կարող իրացնել այս իրավունքը, ինչ խոչընդոտներ ունեն, այսինքն պետք է ուշադրության կենտրոնում պահել եւ հասկանալ, ընդունեցինք դրանից հետո հետևանքները ինչպիսին են, բարելավում կա իրավիճակի թե ոչ։ Միանշանակ օրենսդրական փոփոխությունները եւ ընթացակարգի ընդունում դա ընդհանրապես առաջի քայլն է։ Սակայն առաջի քայլը նույնպես շատ կարևոր է։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ անանուն ազդարարումը բավականին արդյունավետ գործիքակազմ ունի, կարող է հանդիսանալ որպես բավականին արդյունավետ գործիք, որպեսզի կանխարգելել բռնությունները եւ ընդհանրապես մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև դրանց հայտնաբերումը եւ արձագանքումը, արդյունավետ եւ հրատապ արձագանքումը տվյալ պարագայում շատ կարեւոր է։ Միանշանակ անհրաժեշտ կլինեն մշտադիտարկումներ, որովհետեւ որպեսզի գնահատենք ինչքան արդյունավետ եւ արդյոք արդյունավետ է տվյալ համակարգը գործում, անհրաժեշտ է նաև հակակշիռներ ունենալ, անհրաժեշտ է նաև մշտադիտարկում կատարել եւ միշտ ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը։ Մեխանիզմը ընդհանրապես միջազգային փորձը ցույց է տալիս, որ անանուն ազդարարումը բավականին արդյունավետ է, անգամ եթե վերցնենք այլ ոլորտներ, հակակոռուպցիոն ոլորտը, աշխատանքային իրավունքի ոլորտը, քանի որ անձը, երբ որ անանուն բողոք կամ անանուն հայտարարությամբ է հանդես գալիս, ապա նա կաշկանդված չի։ Իսկ կարող ենք այսպես պրոյեկտել հարցը, անանուն բողոք ներկայացնելը ավելի շատ անպաշտպանության հոգեբանական առումով, թե պաշտպանության
բացահայտության զգացողություն է առաջացնում, որովհետև եթե մենք այս խնդիրը նաև պրոյեկցենք հասարակության մեջ, բայց այլ իրավունքների խախտման դեպքում կամ նույն կոռուպցիայի հետ կապված, որքանով կարող ենք ասել, որ այս դեպքում անձը կարող է հոգեբանորեն ավելի հանգիստ է զգում կամ երևի թե հակառակը իրավական process-ների առումով ավելի հանգիստ է զգում, որ բարձրացրած խնդիրը, որ այդ իրավախախտումների շղթան կդադարի եւ այլն, կամ իր հետ կապված անարդարությունների վերջո, բայց հոգեբանական պաշտպանվածության առումով իհարկե մենք գիտենք, որ ազդարարման մասն օրենսդրությունը պաշտպանում է, բայց այնուամենայնիվ պաշտպանվածությունից անպաշտպանություն, երբ որ նրա տվյալները կբացահայտվեն եւ այլն, կարող ենք այսպիսի մտավախություններ եւս ունենալ, թե մշակվածությունը այն աշճանի, որ ավելի շատ այսպես անվտանգության ավելի բարձր կիրառելի այսպես գործոնների մասին է խոսքը։ Դա հույժ կարևոր է, որպեսզի անձը իրեն անվտանգ զգա, երբ որ նա բարձրաձայնում է խնդրի մասին։ Ներառյալ օրինակ, եթե աշխատակիցը տվյալ դեպքում հոգեբուժական հաստատության բարձրաձայնում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, նա պետք է վստահ լինի, որ ոչ մի կերպ տվյալ հաստատությունը չի կարողանա բացահայտել իր անձը։ Եվ մենք մեր օրենսդրական եւ փոփոխությունների եւ ընդհանրակարգ մշակելիս մեծ ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ անձի անանուն լինելը պաշտպանված լինի եւ օրենսդրությամբ եւ պրակտիկայում, որովհետեւ մի բան է ամրագրել օրենսդրությամբ, բայց մեկ այլ հարց է դա ապահովելը։ Եվ սա այդ հիմնակարերից է, եթե մենք ուզում ենք, որպեսզի տվյալ համակարգը արդյունավետ գործի, ինչպես Իզաբելը արդեն նշեց, մենք նաև մշակել ենք ընդհանրակարգ այն անձանց համար, ովքեր վախ չունեն եւ չեն ցանկանում իրենց անունը թաքցնել, դա նույնպես հնարավոր է եւ մեր հաղորդակցությունները տարբեր եւ ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ եւ ՄԻՊ-ի եւ պետական կառույցների հետ ասում են նաեւ, որ բավականին քանակով կան բողոքներ։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ շատ ավելի շատ արդյունավետ կլիներ մարդու իրավունքների պաշտպանություն տվյալ հաստատություններում, եթե արդյունավետ ներդրվեր անանուն ազդարարման համակարգը։ Դուք նշեցիք ձեր խոսքում ՄԻՊ, լիազոր մարմին, ոլորտային հասարակական կազմակերպություններ։ Այդ շրջանակն է եղել ձեր համագործակցության օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակելիս։ Մենք փորձել ենք համագործակցել բոլոր հնարավոր շահագրգիռ կողմերի հետ, քանի որ առանց համագործակցության հնարավոր չի մշակել օրենսդրական փաթեթ եւ ընդհանրակարգերի փաթեթ, եթե մենք հաշվի չենք առնում նրանց կարծիքը, հաշվի չենք առնում նրանց պրակտիկան եւ չենք լսում այն խնդիրները, որոնք նրանք նույնպես վերհանում են։ Այդ իսկ պատճառով մենք ոչ միայն ունեցել ենք հանդիպումներ առցանց եւ տետատետ, այլ նաեւ մշակել ենք հարցաշար, որտեղ որ փորձել ենք բարձրաձայնել այն խնդիրները, որոնք արկա են կամ կարող են առաջ գալ տվյալ համակարգի ներդրման եւ գործածության ժամանակ, պետք է նաեւ նշենք, որ հարցաշարերի պատասխանները պետական մարմինները բոլոր պետական մարմինները տվել են, նաեւ շնորհակալություն ենք կուզենայի, որ հայտնայինք բոլոր այն ոլորտային հասարակական կազմակերպություններին եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որոնք որ մեզ հետ համագործակցել են տվյալ նախագծերը մշակելու ընթացքում։ Աշխարհում այսօր այս ոլորտի հետ կապված առավել ընդունել է համանքային ծառայությունների միջոցով, այդ թվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների եւ նրանց նկատմամբ հոգատարության կամ բուժական ինչ-որ միջոցառումների իրականացման մոդելը։ Մեզանում դեռևս հոգեբուժական հաստատությունների ինստիտուցիոնալ մոդելն է գործում։ Կարող է արդյոք այս ձեր առաջարկված համակարգը մի փոքր ուշացած լինել, թե անկախ դրանից, եթե անգամ համայնքային ծառայություններին անցում կատարվի, այս մեխանիզմը դեռևս կլինի արդիական։ Եթե կարելի ես սկսեմ, հետո Իզաբելը շարունակի, որովհետև ինքը փորձագետ է հենց եւ ավելի մանրամասն կարող է հարցին պատասխանել։ Նախ մենք իհարկե բոլորս լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կանցնի ապա ինստիտուցիոնալիզացմանը հոգեբուժական հաստատությունների եւ համանքային ծառայությունները համալիր համանքային ծառայություններ կտրամադրի հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց, սակայն մենք պետք է նաեւ հստակ հասկանանք, որ դա բավականին աշխատատար
process է եւ երկար ժամանակ կտևի եւ բնականաբար այդ ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, որոնք որ գտնում են հոգեբուժական հաստատություններ, կարիք ունեն պաշտպանվածության։ Դա առաջին եւ երկրորդ դիտարկումը շատ հակիրճ այն է, որ անգամ եթե մենք պատկերացնենք, որ արդյունավետ գործում է տվյալ համակարգը եւ այսինքն համանքային ծառայությունները եւ բազմապրոֆիլ հիվանդանոցներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ստանում են իրենց բուժումը, այդ համակարգը միևնույն է կարող է շարունակել գործել եւ մնալ արդիական այդ տվյալ հիվանդանոցներում նույնպես։ Խնդրեմ։ Ցավոք կարելի է արձանագրել, որ միշտ էլ կլինեն անձիկ, ովքեր ինչ որ շրջանում իրենց կյանքի հոգեբուժական հիվանդանոցային բուժօգնության կարիք կունենան, եթե նույնիսկ դրանք արդեն տեղափոխվեն բազմապրոֆիլ բժշկական հաստատություններ եւ այստեղ էլի իրավունքների խախտման հետ կապված ռիսկեր առաջանալու են ցավոք սրտի։ Ինչ վերաբերում է համայնքային ծառայությունների ներդրմանը զուգընթաց ազդարարման կամ բողոքարկման գործընթացների ժամանակավրեպությանը, հնարավոր է, որ այն ուժգնությամբ դրանց կարիքը կամ հրատապությունը չլինի, հուսանք, որ այդ համակարգերը ամբողջապես եւ փոխկապակցված կերպով կներդրվեն, բայց պետք է էլի ցավով արձանագրել, որ փորձը արդեն մենք երկար տարիների ունենք, որ գնում է երկիրը, պետությունը հանձնառություն վերցնում է տարբեր ռազմավարական ծրագրերով եւ այլն, բայց նաեւ պետք է գիտակցենք, որ դա խոշոր ինստիտուցիոնալ լավ իմաստով բարեփոխում պետք է լինի, որտեղ ամբողջ համակարգը վերանայվում է տարաբնույթ համայնքային ծառայություններ են փոխկապակցված ստեղծում, որոնք պետք է ուղղվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց տարաբնույթ, ոչ միայն բուժական, այլ տարբեր զանազան կարիքների բավարարմանը, դա եւ կեցության, եւ զբաղվածության, փոխօգնության եւ այլն, բազմաթիվ ոչ միայն հոգեբուժական օգնության ծառայությունների ստացմանը, այսինքն դա ծախսատար, ժամանակատար, բարդ համակարգ է, որի ներդրումը բոլոր երկրներում չէ, որ միանգամից է կատարվել, մեր մոտ էլ թերևս այդպես դեռ շատ ժամանակ պահանջվի, որպեսզի համակարգային առումով դա ներդրվի։ Իսկ այս ընթացքում իրավունքների խախտումները կանխարգելում են պահանջում, կամ եթե արդեն ցավոք առկա են նման խախտումներ, ապա դրանց համարժեք գործողություններ են պահանջվում, ուստի այս բողոքարկման կամ ազդարարման համակարգի ներդրումը այս փուլում չեմ կարող գնահատել որպես ժամանակավրեպ, հակառակ նույնիսկ մի փոքր ուշացած, որովհետև մենք ունենք ցավոք այդ հիվանդանոցային խոշոր հաստատությունները, որոնք անձանց հոգեբուժական օգնություն եւ սպասարկում են տրամադրում, ունենք ամրագրված օրենսդրություն, բայց չունենք պատշաճ մեխանիզմներ այդ իրավունքների իրացման համար եւ հենց դրա պատճառով է, որ շատ իրավունքների խախտումներ միգուցե նաև անհայտ են մնում եւ համակարգ ինքը թեկուզ որպես այսպեսին դեռևս չի բարելավում, որովհետեւ այդ խախտումները մնում են պատերի հետևում։ Հուսանք ներողություն, որ այս առումով դրական տեղաշարժեր նախագծերի ընդունման պարագայում կլինեն։ Շնորհակալություն եմ հայտնում նախ ձեր աշխատանքի համար, որ ոլորտի փոփոխություններին միտված կամ իրավունքների պաշտպանությանը միտված այդ փոփոխությունները կնպաստեն, այո, խոցելի խմբի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը, թե այսօր ներինստիտուցիոնալ, թե հետագայում արտաինստիտուցիոնալ հնարավորությունների պարագայում, եւ հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր մեր հաղորդման եթերում մենք անդրադարձանք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես անդրադարձանք բողոքներ ներկայացնելու գործող համակարգի, ինչպես նաև անանուն հաղորդումներ ներդնելու հնարավորությունների, իրավական հնարավորությունների մասին, հնարավորություններին եւ մեր հյուրերն են իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ ծրագրի ղեկավար Աննա Մարալյանը, առողջապահական իրավունքի ոլորտի փորձագետ Իզաբել Աբգարյանը։ Շնորհակալություն եմ հայտնում, հարգելի հյուրեր։ Շնորհակալություն։ Ձեզ հետ է Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։